Հարգելի ներկաներ, տիկնակ և պարոնայք։ Սրտանց ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետությունում, սրտանց ողջունում եմ այս մեկնարկած համաժողովի առթիվ։ Այս նախաձեռնությունը կարևոր և խորհրդանշական իրադարձություն է, որը միավորում է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, հասարակական և հոգևոր կյանքի ներկայացուցիչներին։ Այն վկայում է, որ պետության ամրությունը չափվում է ոչ միայն տնտեսական կամ ռազմական ցուցանիշներով, այլ բարոյական և հոգևոր հիմքերով։ Հայաստանը, որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետություն, իր պատմության ընթացքում միշտ ուժ է գտել հավատից և արժեքներից։ Դժվարին ժամանակներում մեզ պահպանել է ոչ միայն մեր խիզախությունը, այլ համոզմունքը, որ պետությունը կայուն է այնքանով, որքանով որ կայուն է նրա արժեքային հիմքերը՝ մարդուն, արդարությանը, ազատությանը և պատասխանատվությանը նվիրված գաղափարները։ Այսօր, երբ մեր տարածաշրջանը կանգնած է նոր հնարավորությունների և խաղաղության հաստատման ճանապարհին, կարևոր է, որ այդ ուղին կառուցենք ոչ թե ուժի կամ պարտադրանքի, այլ հարգանքի, վստահության և համընդհանուր բարոյական սկզբունքների վրա։ Այսպիսի հարթակները աղոթքի, խորհելու, բաց երկխոսության ունեն առանձնահատուկ նշանակություն։ Դրանք հիշեցնում են, որ տարբեր կարծիքներն ու հավատքները կարող են միավորվել ընդհանուր նպատակի շուրջ, հանուն համերաշխության և խաղաղ ապագայի։ Հոգևոր և աշխարհիկ սկզբունքների ներդաշնակությունը այն հիմքն է, որի վրա կարելի է կառուցել ժամանակակից, ժողովրդավարական և վստահելի պետություն։ Ժողովրդավարությունը կենսունակ է միայն այն ժամանակ, երբ ազատությունը ուղեկցվում է պատասխանատվությամբ, իշխանությունը ծառայելու պատրաստակամությամբ, գիտակցությամբ, իսկ օրենքը բարոյական հիմքով։ Այսօր ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության հեղինակներին ձեր աշխատանքի և նվիրումի համար։ Այս ձևաչափը հիշեցում է, որ պետության և հասարակության միջև գոյություն ունի ոչ միայն քաղաքական, այլ բարոյական կապ, հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Թող այս միջոցառումը դառնա նոր սկիզբ մեր ժողովրդի միասնության, բարոյական նորացման և հավատով առաջնորդվող համերաշխության և արժանապատիվ խաղաղության ճանապարհին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին ձեր մասնակցության և գաղափարական ներդրման համար։ Մաղթում եմ նաև արդյունավետ քննարկումներ, հույս ունեմ, որ այսօր և վաղ այդ քննարկումները իսկապես կլինեն արդյունավետ, ոգեշնչող շփումներ և նոր համագործակցություններ մաղթում բոլորին, հանուն մեր պետության, մեր ժողովրդին և այն արժեքների, որոնք մեզ միավորում են։ Շնորհակալություն։